Հունիսի 20-ին ժամը 8-ից 9:00 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զուստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքինհան բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության տուժածներ չկան, Հայաստանի ՊՆ-ն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել Ներքինհանդի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, սակայն ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել։ Գործարար Սամվել Կարապետյանը, որն այս պայծրությամբ պահվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, գտնվում է խիստ մեկուսացման պայմաններում։ Քննիչի որոշմամբ արգելվել են բոլոր տեսակցությունները, այդ թվում ընտանիքի անդամների հետ։ Միակ բացառությունը նրա փաստաբանն է։ Ըստ աղբյուրների, հարազատները մինչև 2 ամիս չեն կարողանալու հանդիպել նրա հետ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թուրքիա Էրդողանի հրավերով։ Փաշինյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Կառավարության պատվիրակության կազմում արտգործնախարարն է, հայ-թուրքական կարգավորման հարցերով բանագնաց եւ ԱԺ փոխոսնակը։ Օդանավակայանում պատվո պահակախումբը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետին, դիմավորել Թուրքիայի փոխարտգործնախարարը։ Թեև Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով նախկինում մեկնել են Թուրքիա, բայց Փաշինյանի այցը առաջինն է, որի առիթը ոչ թե պաշտոնական կամ ոչ պաշտոնական միջոցառումներն են, երթմնակալություն կամ ֆուտբոլային հանդիպում, այլ հենց երկկողմ բանակցությունները։ Ռուսաստանը մտավախություն ունի, որ Հայաստանի խորացող եվրոպական ինտեգրացիան կարող է հանգեցնել իր օդային տարածքի փակմանը ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին հունիսի 20-ին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։ Տեսեք, մենք ներկայումս Եվրամիության հետ օդային երթևեկություն չունենք։ Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Արդյոք Հայաստանը նույնպես կփակի իր երկինքը, եթե դուք կմիանաք Եվրամիությանը, ապա այո, քանի որ Բրյուսելը ձեզ կասի փակել երկինքը, եւ դուք կփակեք երկինքը, եւ դուք այլ ընտրանք չեք ունենա, ասել է նա։ Արջին բանկի հաճախորդները հունիսի 20-ին հեռախոսային հավելվածով տարօրինակ բովանդակությամբ ծանոթում հաղորդագրություն են ստացել, որում գրված է եղել. Հն բրատ, խես քյաչալ։ Այս ծանոթումը խուճապ էր առաջացրել բանկի հաճախորդների շրջանում, որոնք կասկածում էին, թե սա վտանգավոր է եւ իրեն կարող են ֆինանսական զերծարարության զոհ դառնալ։ Ավելի ուշ բանկը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ տեխնիկական խնդիր է եղել։